Ես ողջունում եմ գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ հիշեցնում եմ, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին մենք սկսում ենք կինետիկա հաղորդում, իսկ մեր տաղավարում Թերեզա Կարապետյանն է, Artcon ընկերության համասեփականատերը եւ գործադիր տնօրենը Թերեզա ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, տարբերվող թեմա ենք ունենալու, հետաքրքիր թեմա, որտեղ միշտ չի որ կարելի է կանանց տեսնել։ Artcon ընկերության պատմությունը կուզեմ մեզ կարճ ամփոփ ներկայացնեք, որպեսզի լսողների եւ դիտողների համար պարզ լինի, թե ինչի մասին ենք մենք խոսելու։ Իրականում մի փոքր ուղում ձեզ ներողություն եմ խնդրում, հիմա արդեն շատ հաճախ ավելի հաճախ ենք հանդիպում այն բնակավարում, որը ես եմ ներկայացնում կանանց, քան այդ մասին մենք անպայման խոսելու ենք քանի տարի առաջ։ Ինչ վերաբերում է Artcon ընկերությամբ, ինչով է զբաղվում Artcon ընկերությունը, Artcon ընկերությունը շատ երկար անցած ճանապարհ եւ պատմություն ունի։ Հիմնադրվել է 1994 թվականին, ժամանակին զբաղվել է մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ։ Վերջի 8 տարիների ընթացքում Artcon ընկերությունը զբաղվում է գործանային պայմանների կառույցների արտադրությամբ։ Տարբեր տեսակի կառույցներ, բոլոր բնակավարներում օգտագործող, դա լինի բնակելի տներ, առանձնատներ, դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, ռազմական նշանակության օբյեկտներ, բոլոր տեսակի, որոնք օգտագործվում են բոլոր բնակավարներում։ Այդ դուք ասացիք, որ ամեն դեպքում կանայք հաճախ են արդեն հանդիպում ոլորտում, շինարարության ոլորտ է, եւ իսկապես կարելի է այդքան շատ կանանց տեսնել։ Ես շատ հետևողական եմ, ճիշտ ասած, որովհետև այն տարիներին, երբ որ ես էի սկսում շինարարության ոլորտում աշխատելը, շատ քիչ էր։ Իրականում դա անգամ զարմանալի էր ու շատ տղամարդկանց կողմից անգամ ընդունելի չէր, որովհետև հանդիպումների ժամանակ անգամ ասում էին տղամարդ չկա, հետը խոսենք, կամ զանգերի ժամանակ այդտեղ մի հատ տղա չկա, տվեք հետը խոսենք։ Իսկ ներկա պահին ես զգում եմ այդ տենդենսը, որ շատ կանայք սկսել են զբաղվել շինարարությամբ իրականում։ Իսկ ի՞նչն էր խնդիրը, որ այդպես դիսկոմֆորտ էր տղամարդկանց մոտ առաջանում։ Մտածում էին գուցե գիտելիքների պակաս լինի կամ կանայք լավ չեն տիրապետում ոլորտին, ի՞նչն էր ձեզ խնդիրը։ Ինձ թվում է առաջինը մենտալիտետի խնդիրն էր, մեր մենտալիտետից ելնելով, որ կինը պետք է զբաղվի կանացի գործունեությամբ։ Դա ո՞րն է։ Չեմ կարող ասել, ես չեմ դասակարգում, բայց լսել եմ այդ արտահայտությունը շատ տեղերից, եւ երկրորդը, այո, իհարկե դուք ճիշտ եք, որ մտածում եմ, որ գիտելիքների պակաս կարող է ունենալ, որովհետեւ տղամարդը շինարարությունը ասոցացվում է տղամարդու հետ, եւ տղամարդը իրականում կարող է ավելի լայն դիապազոն գիտելիքների ունենա այդ ոլորտում, քան կինը։ Երբ դուք որոշեցիք, որ պիտի ամեն դեպքում ոլորտում ներկայացված լինեք, այդ ռիսկերը հաշվարկել եք, որ տղամարդիկ կարող են հաճախ չընկալել ձեր ներկայությունը այդտեղ, հաճախ կարող եք խտրականության բախվել, հաճախ կարող եք ինչ-որ անհասկանալի իրավիճակներում հայտնվել, թե ամեն դեպքում ավելի թեթև եք պատկերացնում։ Ճիշտ հակառակն է պատկերացնում, որ կարող է ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել եւ դա կարող է ավելի լավ դիտարկվել, որ կինը զբաղվում է այդ ոլորտով ու ավելի հետաքրքրացնի գործընթացը, թե բանակցությունների ժամանակ, թե ներկայացման ժամանակ, բայց չէի հաշվի առել, որ մեր երկրում դեռ մենտալիտետը այնպես է, որ հա կնոջ դերը այդ բնակավարում դեռ չի ընդունվում։ Այն ժամանակ, երբ ասում եք, դա որ թվականներն էր ու եթե փորձենք նաև պրոյեկտել իրավիճակը այսօրվան, արդյոք փոփոխությունները ակնհայտ են։ Հայաստանում գործունեությունը սկսվել է 2018 թվականից, այսինքն ես հետ վերադարձել եմ Հայաստան 2018 թվականին եւ մոդուլային շինարարությամբ, որով զբաղվում է Artcon ընկերությունը, հենց 2018 թվականից է հիմքը դրվել։ Ասածս հենց այդ տարիների ընթացքում է, հա, 8 տարիների ընթացքում շատ մեծ տենդենս կա, մեծ։ Հիմա կարելի է շատ կանանց ոլորտում հանդիպել։ Համագործակցությունների ընթացքում ոնց է փոփոխություն դուք տեսնում եք։ Այն ոլորտում, որտեղ որ ես եմ, կանայք հայտնվել են, բայց ավելի այլ
պաշտոնների, ասեմ, թե ավելի այլ պաշտոնների, հիմնականում պրոյեկտի ղեկավարում, ոչ ամենագլխավոր ոչ ղեկավար մարմին, բայց ամեն դեպքում ներկայացվածություն կա, ոչ մարդ, որը անընդհատ շփվում է արտադրության հետ եւ անընդհատ շփվում է հենց զուտ անմիջական կապ ունի շինարարության հետ։ Իսկ առհասարակ եթե փորձենք ոլորտը հասկանալ այսօր հայաստանյան շուկան ինչ է առաջարկում եւ մոդուլային տները ինչ պահանջարկ ունենք, ինչ կասեք այդ մասով, ինչա տեղի ունենում մեր շուկայում։ Սկսենք հենց այն տարիներ 2018 թվականից, երբ որ նոր էինք սկսում ներկայացնել մոդուլային շինարարությունը, լրիվ անհասկանալի ուղղություն էր մեզ համար, ոչ թե մեզ համար, այլ մեր թիրախային պատվիրատուի համար, որ շատ դժվար ճանապարհ անցանք, բացատրելով, հասկացնելով, թե ինչ է իրանից ներկայացնում մոդուլային շինարարությունը, գործանային պայմաններում արտադրվող կառույցները ինչ են իրանից ներկայացնում, որովհետև կար մեր մենտալիտետի մեջ մի հասկացողություն, որ եթե դա մետաղական է եւ եթե դա արտադրվում է գործանում, դա պետքա լինի կոպիտ ասած բուտկա։ Շատ Եվ թերահավատ մոտեցում կա որակի մասով, չէ՞։ Այո, որովհետև մենք այդ ժամանակավոր, այսպես ասած, կացարանները օգտագործել էինք աղետի գոտում երկրաշարժից հետո, որը շատ վատ տպավորություն էր թողել եւ վատ հիշողություններ էր արտնացնում մարդկանց մեջ, դրա համար չէր ընդունվում։ Իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ամենամեծ կետը հենց դա էր, որ ժողովրդի մեջ կար մի վատ էջ, հիշողությունների մեջ մի վատ էջ, որը դա աղետից հետո տենց որպես ժամանակավոր կացարան էր, որ պետք է հետո փոխարինվեր հիմնական քարից, մոնոլիտից տների։ Բայց մենք կարողացանք հասցնել եւ բացատրել, թե ինչ է իրականում իրանից ներկայացնում եւ որ մոդուլային տները, գործանային պայմաններում արտադրվող տները ոչինչով չեն զիջում մոնոլիտի տներից, իրանց որակով, իրանց երկարակեցությամբ, զուտ ունեն տարբերություն, որ իրանք կառուցված են մետաղական են, իրանց հիմնական կարկասը մետաղական կարկաս է, բայց նրանք նույնպես ունեն 70 տարի ոնց որ մոնոլիտով կամ քարից տները 70 տարի եւ ավել կյանք, իրանք համապատասխանեցված են մեր եղանակային պայմաններին, որ թե ձմռանը, թե ամառը կարելի է ապրել եւ անգամ ավելի էներգախնայող են եւ ավելի էներգաէֆեկտիվ են, քան սովորական տները, չմոռանանք ասել, որ իրանք էկո տներ են համարվում, որտեղ այնտեղ օգտագործում են բոլոր այն նյութերը, որոնք պատրաստ են երկրորդ անգամ վերամշակման եւ ամենակարևոր փաստերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածաշրջանը, որ իրանք սեյսմակայուն են։ Դե երևի դա ամենագլխավորներից է, ամենակարևորներից։ Ինձ էլ է թվում, որ մեզ համար դա ամենագլխավորներից է։ Տարբերությունը այս տարիների ընթացքում, այո, մենք կարողացանք հասնել դրան, որ ընդունվեց ինքը որպես պրոդուկտ Հայաստանում եւ բացի այդ մենք ունեցանք նաեւ շատ նոր ընկերություններ, որոնք հիմնվեցին եւ այս տարիների ընթացքում սկսեցին նույն արտադրությունը։ Նաեւ կարծես թե դուք եք օրինակ դարձել, չէ՞։ Երևի ոչ թե օրինակ, ավելի շատ մենք տվել ենք իդեա, մոտիվացիա եւ իդեա, որը աշխատում է։ Իսկ համագործակցում եք այն նմանատիպ այլ ընկերությունների հետ, ովքեր եւս զբաղվում են մոդուլային տների կառուցմամբ։ Լինում են պրոյեկտներ, որ համագործակցում ենք։ Ոչ միշտ, բայց լինում են պրոյեկտներ, որտեղ կարելի է նաեւ համագործակցել։ Այս բիզնեսի ռիսկերն ու առավելությունները որոնք են։ Բիզնեսները, որոնք հիմնված են Հայաստանում, ունեն նույն ռիսկերը, ինչ որ ունենք մենք։ Շուկայի փոքր լինելը, որ կարող է գա հասնի մի պահ, որ արդեն վերջ դու շուկային ոչինչով չես կարող զարմացնել ու առաջ գնալ, դրա համար փորձում ենք անընդհատ կատարելագործվել, մասնակցում ենք դրսի ցուցահանդեսներին, տեխնոլոգիան ենք ավելի լավացնում։ Իսկ առավելությունները բիզնեսի առավելությունը կոնկրետ այս բիզնեսի առավելությունը հայաստանյան պայմաններում ո՞րն է։ Կոնկրետ այս բիզնեսի առավելությունը նա է, որ բոլորը գիտեին այս տեխնոլոգիայի մասին, բոլորը տեսել էին նմանատիպ տներ սոցիալական ցանցերով, Pinterest-ով,
բայց ոչ ոք չէր տեսել։ Բոլորը երազում էին։ Հա, բայց ոչ ոք չէր տեսել արտադրությունը ոնց է դա իրականում արտադրվում, ոնց է իրագործվում այդ ամեն ինչը։ Հիմա բոլորը կարող են իրենց աչքերով գալ, այցելել եւ տեսնել, թե ինչպես է դա լինում։ Բացի ամեն դեպքում ձեզ մոտ մուտքը կարող են գալիս կապես այցելել, տեսնել process-ը ինչպես է իրականացվում։ Նախընտրում ենք նախորոք պայմանավորվածությամբ ընդունենք, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերմունք ցույց տալ մեր բոլոր հաճախորդներին, բայց մեծ սիրով բոլորի հետ անցկացնում ենք շրջայց, բացատրում ենք, ցույց ենք տալիս ամբողջ արտադրական հոսքը, ոնց է սկսվում արտադրությունը, ոնց է վերջանում, միշտ մեր մոտ ունենում ենք պատրաստի տարբերակներ, որոնք կարողանում են մեր հաճախորդները մտնել, դուրս գալ, շոշափել, հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում գործանային պայմաններում արտադրվող տները։ Շատ լավ, մենք վերջին տարիներին տեսնում ենք, որ կառուցապատումը բավականին ակտիվ տեմպերով է առաջ գնում, անդադար նոր շենքեր, նոր բարձրահարկ շենքեր, նոր, չգիտեմ, մեթոդիկաներով, նոր, չգիտեմ, առավելություններով, իհարկե միշտ չի, որ դա ընդունվում է հանրության կողմից, հաճախ նաև շատ քննադատությունների է արժանանում, դրա մասին էլ կուզեմ խոսենք, բայց դուք այս սեգմենտի հետ ինչ մրցակցության մեջ եք, արդյոք դժվար չի պայքարել այն ընկերությունների հետ, ովքեր շենքերի մասով են պատասխանատու, բարձրահարկ շենքերի նորակառույց, որոնք գուցե շատ ավելի մեծ հնարավորություններ հաճախ տան, թե ամեն դեպքում հակառակը, ձեր դեպքում ավելի լավ է, դուք ավելի շատ տեղ ունեք հաճախորդ գրավելու։ Իրականում ես կարծում եմ, որ մենք ավելի շատ տեղ ունենք հաճախորդ գրավելու, որովհետև կյանքը փոխվում է ու հենց COVID-ը, որը ոչ այդքան հեռու էր մեզանից, չէ, վերջերս որ բոլորս տեսանք այդ համաճարակը, մեզ ապացուցեց, որ ինչքան ճիշտ է ունենալ առանձին տուն, որտեղ կարող ես մեկուսանալ եւ իհարկե բոլորս էլ ուզում ենք մեկուսանալ եւ ինչքան ճիշտ է ունենալ բնության գրկում։ Իսկ մեր տները ավելի հաճախ տեղադրվում են ոչ թե քաղաքում, կենտրոնում, այլ տեղադրվում են քաղաքից դուրս, բնության գրկում, անգամ այն անհասանելի վայրերում, որտեղ որ հնարավոր չի շինարարություն իրականացնել։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ մենք չունենք իրար հետ ոչ մի առնչություն, սա լրիվ ուրիշ կյանք է, լրիվ ուրիշ շինարարություն է։ Ճանապարհները չեն խաչվում։ Ընդհակառակը հնարավոր է, որ երբևիցե մենք կարողանանք օգտակար լինել, որովհետև ամբողջ աշխարհում արդեն անցնում են այն շինարարության, որպեսզի օդը չախտոտվի, ինչպես մեր քաղաքում է ներկապահին սարսափելի վիճակը գտնվող նմանատիպ բլոկներով են կառուցում բարձրահարկ շենքեր։ Այ Նյու Յորքում ունենք շատավորինակ, որ 45 հարկանի շենք է կառուցվել այս նույն տեխնոլոգիայով։ Այ դուք վստահաբար կփաստեք, որ ապակենտրոնացումը վերջին տարիներին բավականին լայն այսպես շրջանակ է ներառել եւ կտեսնենք, որ մարդիկ միշտ են գնում մարզեր, փորձում են Երևանից հեռու ապրել, թե մաքուր օդը կարևորելով, թե չգիտեմ, փորձելով մարզերը զարգացնել։ Այ այն տեմպերը, որ մարդիկ ամեն դեպքում գալիս են, գնում են, պահանջում են ունենալ այդ տներից, ինչ է պատմում ձեզ, ինչ թվեր ունեք, որ կարաք մեզ ներկայացնեք, շատ են մարզերից հաճախորդները։ Վերջին 2 տարիների ընթացքում ոչ թե մարզերից են շատ հաճախորդները, մարզերի հաճախորդներին, որ թողնենք հանգիստ, իրանք միշտ կան, հույսով եմ, որ միշտ կլինեն, ունենք մեծ տենդենց, որ մարդիկ քաղաքում վաճառում են իրենց բնակարանները ու գնում են գնելով մոդուլային տուն, գնում են մարզեր, մոտակա մարզեր, Արարատյան դաշտավայր, Կոտայքի մարզ, որտեղից քաղաքը շատ հասանելի է, որտեղ ընտանիքները հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, որոնք ունեն փոքր երեխաներ եւ դեռ դպրոցի կամ մանկապարտեզի հետ կամ հենց թեկուզ իրենց աշխատանքի հետ ունեն սերտ կապակցվածություն քաղաքի հետ, այդ իսկ պատճառով, բայց տենդենսը բավականին մեծ է եւ գնալով ես զգում եմ, որ աճում է, որ երիտասարդ ընտանիքները կամ վարձակալության են հանձնում իրենց քաղաքի բնակարանը կամ վաճառում են ու գնելով նմանատիպ տուն տեղափոխվում են, ունենալով փոքր այգի, ավելի փոքր տուն են նախընտրում, որտեղ հասկանում են սեփական տան էֆեկտը աշխատում է այստեղ։ Գիտեք, ժամանակը մեզ ցույց է տալիս, որ գնալով մենք ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում տանը։ Շատ ժամանակ այդ տունը, որ մենք բոլորս մեր մենտալիտետին հատուկ, որ տուն պետք է ունենալ, մենք օգտագործում ենք այո, մենք հիմա իրան օգտագործում ենք հյուրանոցային պայմանների համար։
Ընդամենը գալ հանգստանալ եւ առավոտյան անցնել այն ռիթմին, որը տալիս է մեր ներկայիս կյանքը։ Այդ իսկ պատճառով հասկանալով մինիմալիզացնում են իրենց պահանջները, արդեն չկա։ Շատ ակնհայտ օրինակ է Իլոն Մասկի օրինակը, եթե այդպես վերցնենք, որ ինքը իր մեծ դղյակը վաճառեց եւ հենց իր գրասենյակի մոտ ունեցավ մոդուլային փոքր տուն։ Ի վերջո միշտ վերջում այդ տարբերակն է, չէ՞ մնում։ Հա, բոլոր վայրերից եւ բոլոր մեծ տներից հետո։ Ես կուզեմ, որ մենք ավելի շուտ գանք դրան, բոլորս միասին, որ այդ դղյակներ ունենալը կամ մեծ քարից տուն ունենալը իրականում դա ոչ մի երջանկություն չի տալիս, ինձ թվում է։ Հետաքրքիր է իրական, կարծում եմ մշակույթ ամեն դեպքում փոխվելու է եւ յուրաքանչյուր նման մի փորձություն նաեւ փորձություն է մշակույթի համար, մեր մոտեցումների, մենթալիտետի նաեւ։ Այ դուք վստահ եմ հետևում եք միջազգային փորձին, թե ինչպես են աշխատում, առհասարակ ինչա տեղի ունենում այլ շուկաներում, դրսում եք եղել, ինչա կատարվում, մենք շատ հետ ենք այս մասով, թե համահունչ կարողանում ենք Հայաստանում եւս ոլորտը առաջ տանել։ Շատ հետ ենք, շատ։ Ես չէի սպասում ցավոք սրտի շատ հետ ենք։ Հետ չենք ճարտարապետությունից իմիջայլոց, որտեղ մենք ունենք տաղանդավոր ճարտարապետներ իրականում, բայց տեխնոլոգիական ոլորտ, եթե վերցնենք տեխնոլոգիական պահը շինարարության, մենք շատ հետ ենք ցավոք սրտի։ Ինչն է պատճառը։ Նախ երևի շատ տեխնոլոգիաներ, քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպես է, որ մեզ մոտ ինչ որ բան բերել, ներմուծելը բավականին թանկ հաճույք է, երևի այն որ ինքնարժեքը հենց շինարարության շատ ավելի կբարձրանա, օգտագործելով այդ նորարարական տեխնոլոգիաները եւ մեր մոտեցումը չեմ կարող ասել տենց ստույգ ինչն է պատճառը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ հա կան նյութեր, որոնք արդեն ամբողջ աշխարհը վաղուց օգտագործում է, կամ տեխնոլոգիաներ, որ ամբողջ աշխարհը վաղուց օգտագործում է, նույն ասենք օդափոխվող ֆասադները, որ վերջի տարին է մեզ մոտ դա պարտադիր դարձել, որ մեր շենքերը պետք է ունենան օդափոխվող ֆասադներ, բայց ամբողջ աշխարհը վաղուց անցել է դրան 15 տարուց ավել դա պարտադիր էր աշխարհում ունենալ, իսկ մենք վերջի այս տարին ենք, որ դա դարձավ պարտադիր մեզ մոտ։ Իսկ որտեղ է, որ բավականին ակտիվ են այս ոլորտի տեմպերը եւ շատ զարգացած են առաջ գնում։ Եթե հեռու չգնանք, նույն Ռուսաստանի Դաշնությունում, Մոսկվայում, եթե նայենք շինարարությունը ինչ տեմպով է առաջ գնում եւ ինչ տեխնոլոգիաներ են օգտագործում, բայց դե բնականաբար աշխարհի ամենաուժեղ շինարարները դնում են Անգլիայում, որ ամենահզոր շենքերը ճարտարապետական ու հիմա բնականաբար նաև Էմիրություններում է շատ ուժեղ շինարարություն եւ նորարարական տեխնոլոգիաներ, որոնք հետաքրքիր է, բայց չինացիներն են շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ օգտագործում։ Մենք չունենք մեր յուրահատուկ տեխնոլոգիան, որ այ աշխարհում ասեն, սա հայկական է, հայերը այս դրանով ունենք այդպիսի տեխնոլոգիա։ Ինչ լավ է, մի լավ բան ունենք։ Նաև մենք թարմացրել ենք այդ տեխնոլոգիան, ինքը կոչվում է թեթև ծածկերի տեխնոլոգիա, այսպես ասենք, մենք իրան անվանում ենք SIM card, դա պլաստիկից սնամեջեր են, փուչիկներ, այսպես ասած, որոնք օգտագործում են միջհարկային ծածկերի մեջ եւ բերում են բետոնի 30% նվազեցմանը, ամրանների մոտ 35% նվազեցմանը, որով թեթևացնելով ավելի կոնստրուկցիան սեյսմիկան են ավելի բարձրացնում
եւ պրոյեկտներ էժանացնում, մինչեւ 20-25% էժանացում եք տեսնում։ Իրանք էկոլոգիան են ավելի մաքուր պահում, որովհետեւ ինչքան քիչ բետոն ենք օգտագործում, այդքան ավելի մաքուր, այդքան ավելի թթվածնի համար այդքան ավելի լավ է։ Ու դա հին հայկական տեխնոլոգիա է, դա անգամ մեր հին եկեղեցիներում, որպեսզի ավելի թեթև ծածկեր ստանան, օգտագործել են կավից կուժեր, ծածկերի մեջ դրել են կավից կուժեր եւ ստացել են անցկերով ծածկեր, որը հետագայում մշակվելով հասել է սրան։ Բայց ինքը հայտնի մեթոդիկա է, այսինքն աշխարհի աչքին հայտնի է, թե աշխարհի աչքին որպես հայկական։ Այո։ Ոչ իհարկե, որպես հայկական չէի ասի, ուղղակի մենք երբ որ սկսեցինք օգտագործել այդ տեխնոլոգիան եւ դրեցինք այդ ցնամեջերի արտադրությունը, սկսեցինք ինքներս ուսումնասիրել, հետ գնալ թե որտեղից եւ հայտնաբերեցինք, որ հին դարերում հայերը այդպես եկեղեցիներ են։ Իրականում ես կարծում եմ, եթե այ շինարարության ոլորտում կարծում եմ հայերը բավականին առաջատար են եղել նախկինում ու եթե այդ նույն եկեղեցիների օրինակներով ուսումնասիրություններ անցկացվեն, շատ բան կպարզվի։ Մեր շինարարները, մեր ճարտարապետները փայլել են ամենտեղ, ամենայն դեպս եւ փայլեցրել են նաեւ այլ տեղեր եւ մինչեւ օրս, այո, մենք շատ քաղաքներում թեկուզ եթե տարածաշրջանում ցերու չգնանք, Թիֆլիսը ինչքան հայ ճարտարապետներ եւ հայ շինարարներ են աշխատել, նույն Ստամբուլ քաղաքը, եթե որ մենք նայում ենք, շատերը հայկական ձեռագիրը ամենտեղ տեսանելի է։ Եվ եթե մենք նայում ենք նույն ձևով, շատ երկրներում ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ հայ շինարարը չի աշխատել։ Անկեղծ ասած, նույն Մոսկվան, որ մենք խոսում ենք, որ Մոսկվայում շատ լավ շինարարություն է գնում, ով է 90% շինարարները հայերն են։ Ես օրինակ հիշում եմ, որ միշտ երեխաներին շատ տարիներ առաջ ես երբ փոքր էի հարցնում էին ինչ ես դառնալու, շինարար բառը շատ հաճախ կարելի էր լսել, բայց այսօր օրինակ շատ հազվադեպ է հանդիպում։ Այդ տենդենսն էլ կա էլի, որ երեխաները արդեն դադարել են այդ ուղղությամբ մտածել ու դա շատ վատ է։ Որովհետև յուրաքանչյուր երկրորդ մարդը կարողանում է իրեն թույլ տալ Հայաստանում զբաղվել շինարարությամբ։ Իսկապես։ Այո։ Շենքերը հիմնականում չեն սարքվում շինարարների կողմից։ Բոլոր մարդիկ, ովքեր որ եկավ հասավ մի պահ, որ դա ավելի շատ բիզնես դիտարկվեց, քան ոչ թե մասնագիտություն կամ ինչ որ, չգիտեմ, այսինքն եթե լավ վաճառք ես իրականացնում, կարող ես շենք կառուցել, ինչը շատ սխալ է։ Այո։ Գանք մոդուլային տներին ամեն դեպքում կարծում եմ շատերին կհետաքրքրի մանրամասների մեջ մի փոքր խորանանք։ Գիտեմ, որ 1 հարկանի են, արդյոք 2 հարկանի եւս լինում են։ Իհարկե, երկուս էլ եւ ավելել, ես հենց նոր նշեցի մի քիչ առաջ, որ Նյու Յորքում մինչեւ 45 հարկ է բարձրացել, մեր տարածաշրջանում մինչեւ լավ կլինի, որ մինչեւ 5 հարկ, ընդհանրապես բոլոր շենքերը լավ կլինի, որ նմանատիպ սեյսմիկ զոնայում ինչպիսին մենք ենք գործում, մինչեւ 5 հարկ լինի։ Իհարկե կարելի է։ Մասնագետներ շատ կան, որ հենց մոդուլային տների ուղղությամբ մասնագիտացած են, թե չպետք է առանձնացնել, այսինքն հենց շինարարության ոլորտում բոլորը կարող են տիրապետել այդ ինքը ավելի շատ ոչ թե շինարարության ոլորտը, այլ արտադրության ոլորտ, որտեղ 90% գործունեությունը իրականացվում է գործանային պայմաններում եւ արտադրական պայմաններում, չէ՞։ Այստեղ ամենակարևոր ֆակտորը պետքա լինի ոչ թե շինարար, այլ նախագծող։ Եթե մենք ունենանք ճիշտ նախագիծ, իսկ ցավոք սրտի ներկապահին քիչ են մասնագետները, որոնք պատրաստ են ոչ թե հենց մոդուլային տներ նախագծելու, այլ ընդհանրապես մետաղական կոնստրուկցիաների նախագծմանը։ Քանի որ պահանջը երկաթբետոնե կառույցների շատ ավելի շատ է, քան մետաղական կառույցների, այդ իսկ պատճառով մարդիկ, սովորողները, ուսանողները նախընտրել են երկաթբետոնի ուղղությունը ընտրել, այլ ոչ թե մետաղական։ Կուզեմ նաև պատմեք, արդյոք միայն որպես տուն են ծառայում այս կառույցները, թե այլ նպատակով եւս կարելի այն կիրառել։ Բոլոր բնակավարներում դա կարող է լինել տուն, դա կարող է լինել դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, այ մենք ունենք վառ օրինակ, որ Արտկոն ընկերությունը առաջին մեծ գործը, որը իրականացրեց 10 օրվա ընթացքում նորքի ինֆեկցիոն COVID մասնաճյուղը, որ կառուցվեց 450 քառակուսին 12 օրվա ընթացքում այդ ամբողջը 0-ից արտադրվեց մինչև վերջ։ Եվ ամենակարևոր կողմերից մեկը նաև, որ նմանատիպ կառույցները
երկրի ճգնաժամային վիճակում նույն դպրոցը մանկապարտեզը շատ հեշտությամբ կարողանում են վերափոխվել իրանք հիվանդանոցի կամ ինչ-որ ռազմական նշանակության կառույցի կամ թեկուզ նույն դպրոց մանկապարտեզը կարելի է բաժանել մասեր իրանցից տուն ստանալ շատ իրանք կոնստրուկտորի ֆունկցիա ունեն, որ կարելի է փոքրացնել, մեծացնել, տարանջատել կամ փոխել իրանց նշանակությունը Շատ հետաքրքիր է ու շատ կարևոր։ Իսկ կարծում եմ տուրիզմի ոլորտում են շատ իրանք հաճախ օգտագործում որպես բիզնես նկատառում, եթե նայենք ինչով է իրանք լավ տուրիզմի ոլորտում, երբ որ դու խոսենք հյուրատների մասին, որոնք հիմա շատ ակտուալ են Հայաստանի տարածքում, դու ընդհանրապես հյուրանոց կառուցելու համար ամենափոքր հյուրանոցն էլ որպեսզի դու ունենաս, քեզ մինիմում 6 ամսից մինչև 1 տարի ժամանակ է պետք։ Այստեղ դու 2 ամսում կարողանում ես ունենալ ընդունենք թե 10 հյուրատուն Եվ ոչնչով չի տարբերվում այդ նույն չի տարբերվում, ընդհակառակը տարբերվելուց ավելի հետաքրքիր տեսք է ունենում եւ կարող ես 2 ամսվա ընթացքում հիմնել քո բիզնեսը, զբաղվել ու արդեն փող աշխատել։ Տեղափոխման իմաստով մենք խնդիրներ ունենում ենք հաճախ։ Ունենք թույլատրելի տեղափոխման չափեր, դա լայնքը 3.40 պետք է լինի, 3.40-ից ավել չափսը դա արդեն չի թույլատրվում Հայաստանի Հանրապետության ճանապարհներով։ Ունենք խնդիրներ, որոնք որ մեր գազատար խողովակները շատ էլեկտրական հոսանքի լարեր դեռևս հարմարեցված չեն եւ շատ ցածր են, այդ իսկ պատճառով բարձրության խնդիրել ենք ունենում տեղափոխության հետ կապված, բայց փորձում ենք ամենայն դեպս դուրս գալ ինչ որ գտնել ճանապարհներ, որ լուծումներ միշտ փորձում եք գտնել։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, Թերեզա ջան, հուսանք, որ ոլորտը ձեր ցանկացածով առաջ կգնա եւ իսկապես էկո այդ անցումը լիարժեքորեն արդեն Հայաստանում տեղի կունենա։ Մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Կինեզիկա հաղորդման իմ հյուրը Թերեզա Կարապետյանն էր, Artcon ընկերության համասեփականատերը եւ գործադիր տնօրենը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, կհանդիպենք, լավ եղեք։